Ղարաչյան, դուք ասում եք, որ կան ծրագրեր, որոնք որ թերի են իրականացվել, պատվիրատուն պատվիրելա, կառուցապատողը, դրանք կարող են 1-2, ես հստակ թվեր եմ ընչեցնում, ասում եմ դուք մոտ 100 ենթածրագիր 24 թվականին չեք կատարել եւ ստեղից միշտ բյուջեում հատկացումների մասում ներկայացնում եք, որ սուբվենցիոն ծրագրերի համար այսքան գումարներ է հատկացվել եւ մեծ թվեր եք ընչեցնում։ Դրա հետ կապված օրինակներից մեկն էլ ձեր զեկույցն է, այսինքն բերել եք զեկույց, ասում եք այսքան, չոր, եթե դուք 420 սուբվենցիոն ծրագիր եւ ենթածրագիր եք հաստատել, որից մենակ մեկ մարզում 100 չեք կատարել։ Ոնց կարող է ծրագիրը լինել 24 ինչ-որ մի բան խառնում եք։ Չեմ խառնում, ինձ մոտ թվեր կա, եթե ես կարող անգամ խառնեմ, պարոն Ղալույան, թող նախարարությունը փոխնախարարն մենք իմ կարծիքով մենք ենք ուզում հստակեցնել ձախողումը։ Եթե հիմա տես ինչ եմ ասում, եթե դուք միջամտեցիք, ես ասեմ, եթե ես կարող եմ նաև կարող եմ մարդ եմ ես, որտեղ ես իմ ուժերով եմ ես ամբողջն արել, կառավարության որոշումները մեկ-մեկ ձևակերպումը ձերն է, ձախողումը ի՞նչ է նշանակում։ Ձախողումն է նշանակում, որ 24 թվականին կնքվել է սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերը եւ դրանք չեն իրականացվել դեկտեմբեր ամսին։ 100 հատ ծրագիր ենթածրագիր մենակ Գեղարքունիքից եմ անել։ Այո, տեղափոխվել է ես այս տարվա մեջ 25 թվական կառավարության որոշում։ Ցանկը դա իմ համար է, դա նախարարությունը այդքան չի աշխատում իր ենթակառուցվածքներով, իր վարչություններով, մասնագետներով։ Կարող է նաեւ թերացած լինեմ, հստակ չի, բայց իմ թվերը Ըստակ ես անել եմ, թող իրանք էլ թվեր բերեն, համեմատենք, ես ասեմ կներեք, այսքան մատվածը սխալվել եմ։ Դե որ չեք տալ ինչի հետ համեմատենք։ Աջան։ Որ չեք տալի ցանկը ինչի հետ համեմատենք։ Դուք, պարոն Ղալումյան, ես թվեր եմ ընչեցնում։ Ես էլ ցանկ եմ ուզում։ Ցանկի պարտավորությունը չէ ես ուզում։ Բա հարց եք տալի, հարցադրում եք։ Ասում եմ ես շուրջ 3-8 միլիարդ դրամի 100 ենթածրագիր ծախողել եք, դուք չեք իրականացրել։ Ես էլ ասում եմ ճիշտ չեք ասում։ Դե բերի ապացույց, ես ասում եմ, դուք պետք է ձեր ասած ապացուցական բերը դու ես կառավարություն, դու պետք է անես, ես ընդդիմություն եմ։ Խոսքը ձերն է։ Դուք ձեր խոսքը պետք է հիմնավորեք։ Ես հստակեցնում եմ, եթե կարող եմ 1 Եք հստակեցնում, ցանկը չեք տալ։ Ցավալի է, որ ասում եմ 3-8 միլիարդ չեք կատարել։ Իհարկե ցավալի է, եթե կատարել չեք։ Մասը քիչ է կատարել։ Դե ասում եմ ցանկը տվեք, ասեմ քիչ եք կատարել էլի։ Ցանկը ինձ համար է տեղեկանքները նախատեսված, բոլոր ես անել եմ, դե դուք էլ ակա փաստար բերեք։ Ազգային անվտանգությունից է տեղեկանքները։ Ոչ, կառավարության որոշումներ։ Այսինքն ես 3 ամիս նստեմ մեկ-մեկ թերթեմ տանջվեմ, որպես ես խնդրում եմ ձեր աշխատանքի հարցը նախարարը պատրաստված կա, փոխնախարարը զեկույց ներկայացնես, իմ աշխատածը փոխացեմ ձեզ։ Պարոն Ղազարյան, ձեր աշխատանքը 3 ամսա քրտինքը խնդրում եմ տրամադրեք ինձ օգնեք։ 2021 թվականից ըստ մարզերի եւ ոլորտների անել եմ աշխատանքները, բայց նախարարը փոխնախարարն եկա զեկույցի թիվ չի բերել։ Փոխնախարարը թիվը տվել է, հիմնավորում ուզում ենք չեք ասում։ Ես էլ ասում եմ, եթե կասկածելի է, թող փոխնախարարը կասկածելի ժամանակ կբերի Արժանահավատ չի, ուզում ենք ստուգենք։ Ես ասում եմ, կարող եմ մարդեմ, ես էլ եմ թերացել, 1-2 բանի մեջ, բայց հստակ ասում եմ ես, այդ ծրագրերը չեն իրականացվել եւ տեղափոխվել են 24-25 թվական տարբեր կառավարության որոշումներով եւ միջև օրս էլ նախորդ ծրագրերի համար գումարներ չեն հատկացվել։ Էլ ծախողումը ո՞րն է, պարոն Ղալումյան։ Պարոն Ղազարյան, ձեր նշած խնդրին բավական ինչափով ես էլ եմ առնչվում։ Եվ համայնքներից շատ է։ Ներողություն, Տիկին Ղալաչյան ասում է, դրանք կապված են, պայմանավորված են աշխատանքի ոչ ճիշտ որակի վրա։ Բայց այդ դեպքում դուք մրցույթ եք հայտարարել, ռիսկի քիչ է գնահատել։ Ինչ։ Մրցույթ եք հայտարարել, տեխնիկական բնութաբիրակեր նախորդ տարիներ աշխատանքային փորձ եք հաշվի առ շինարարի, քիչ եք այդ ռիսկները հաշվի։ Այդ ռիսկերը հաշվարկած, ողոք մի շինարար կարա մի հատ գործ իդեալական վերջացնի, երկրորդ ճիշտ չէ։ Ենթածրագիրը պարոն Ղալումյան 1-2-ը չի։ Դե կարա մի ծրագիրը անի, որակով 100 ենթածրագիր մենակ Գեղարքունիքի մարզում է 10 անգամ որ միջին բազմապատկեմ հանրապետության 10 մարզով, քանի ծրագիր կնի։ Ասում եմ, որ տակ ավելի հեշտ կճշտենք, բայց չտակ էլ ճշտեք, եթե ես իմ ինչեցած թվերի մեջ կարող է սխալված լինեմ, ես էլ մարդ եմ, դա ամոթ չի, ոչ էլ բան։ Ես ասում եմ, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ կառավարությունը պարտավոր է բանես էլ թվեր եմ ընչեցնում, իրենք էլ առանց թվերի եկել են ստեղ։ Տիկին Ղալաչյան, այդ թվերին դուք էլ հետամուտ կրնեք, կհանեք այդ ծրագրերը, որոնք նախատեսված են եղել 2024 թվականին ավարտին, շարունակական ծրագրերի մեջ որտեղ սուբվենցիան լինում է, որ 3 տարում պետք է կատարվի։ Այսինքն կնքվել է պայմանագիր, հայտեր ընդունվել է գերատեսչական հանձնաժողովը մրցույթն հայտարարել, պետք է 24 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փակվեր է ծրագիրը։ Ընդ որում նաև նախորդ տարիներից էլ եկած 21, 22, 23 թվականին ի՞նչն է պատճառը, ոչ որոշ չի իրականացվել։
Ես խնդրելու եմ ուղղակի արդեն բավարարողակարգին հետևենք ժամային, որ կարողանանք առաջ գնանք, կարճ արձագանքեք։ Կարճ ուղղակի տեղեկատվություն հարգաժան պատգամավորին, որ միջգերատեսչական Իմ հանձնաժողովը ազգանունը պարոն Ղազարյան, էստեստիկի Ղարաչանով եմ թիմում, խնդրում եմ։ Ներողություն, պարոն Ղազարյան, ձեզ ազգանունով կդիմեմ, այսուհետ ամեն դեպքում հարգաժան պատգամավոր եք անկախ ամեն ինչից։ Ես կուզենայի ասել, որ միջգերատեսչական հանձնաժողովը ինքը մրցույթ չի հայտարարում եւ պատվիրատու չի, դա համայնքներն են անում, դա ձեր խոսքում ասացիք, որ հանձնաժողովն անում եւ Պարոն Ղալումյան, մենք ոչ միայն Գեղարքունիքի մարզով, բոլոր մարզերով իհարկե ունենք մանրամասն տեղեկատվություն, որտեղ մշտադի դիտարկենք, ուղղակի մենք դա պարոն Ղազարյանի եւ մյուս պատգամավորներին կտրամադրենք ըստ մարզերի, որպեսզի հստակ լինի պատճառները, որտեղ տարբեր կոնկրետ պայմանագրերում, տարբեր կոնկրետ օբյեկտերով դրանք կարող են տարբեր լինել։ Դրա համար կարիք կա երևի ըստ էության դիտարկել հարցը տարբեր օբյեկտերով, ինչպիսի պատկեր մենք ունենք, դա ավելի մանրակրկիտ